Նոր բան չենք հայտնագործում, սարեր շուրջ չենք տալիս, հեղափոխություն էլ չենք իրականացնում, ուղղակի լավ երաժշտություն ենք լսում ու լավ բաների մասին մտածում, բայց միթե սա քիչ է, կարծում եմ ոչ, մինչև կեսօր և կեսօրից հետո, ամեն օր բացի հանգստյան օրերից, Սրտանցել Այա։ Կրկին ողջունեմ ձեզ, ընդամենը րոպեներ առաջ հիշեցրեցի, չնայած դուք հիշում եք, որ այսօր երեքշաբթի է եւ կրկին հոկեբանը տաղավարում է այսօր իմ ծրագրի ձեր ամենասիրված հյուրերից մեկն է, Արմինե Գմյուր Կարապետյանը, հոկեբան։ Բարև ձեզ։ Եթե հիշում եք, մենք ամենաառաջին թողարկումը միասին ուրեմն անցկացրեցինք, խոսում էինք այն մասին, թե ինչպես են պատրաստվում ծնողներ եւ հատկապես մայրիկը երեխայի լույս աշխարհ գալուն։ Այսօր այդ երեխան մեծացել է, հաղորդումից հաղորդում եւ իհարկե այսօր խոսելու ենք բավականին տխուր բանի մասին եւ շատերին թվում է որ դա մեզ մեծահասակներից է, չէ՞, բնորոշ երեխաները ինչի պիտի ստրեսների մեջ ընկնեն, ինչի պիտի դեպրեսիաներ ունենան, չէ՞։ Կա չէ՞ այդպեսի մտավախություն, որ դրանք մեծական բաներ են, երեխաներին ոչ բնորոշ, մինչդեռ մեր այդ մեծական ստրեսներն ու դեպրեսիաները շատ հաճախ սկսվում են հենց մանկության տարիներից եւ դառնում են քրոնիկական։ Ինչպես շատ հիվանդություններ, որոնք մարդը չի բուժում, չէ՞, քրոնիկ բնույթ են կրում։ Այո։ Եվ այսպես խոսենք մանկական ստրեսներից, հատկապես որ տարիքի երեխաներն են ստրեսներին այսպես ավելի հակված, եւ որ տարիքից կարող է երեխայի մոտ այդ ստրեսն առաջանալ։ Ամենավաղ շեմը նշենք, հա։ Ամենավաղ շեմը հենց ամենավաղ տարիքն է։ 1 տարեկան, 2, նույնիսկ է տարիքում։ Մի քանի ամսեկան։ Մի քանի ամսեկան տարիքից, որովհետեւ առաջի աղբյուրը ստրեսի համար, երբ որ երեխան արդեն ծնվել է, կարող է հանդիսանալ բաժանումը, սեպարացիան։ Բաժանումը ամենակարևոր մարդուց, դա ծնողն է, մորից կամ հորից, առավելապես մորից բաժանումը, եւ 30-ական, 20-ական, 30-ական թվականներին հոգեբուժների կողմից հետազոտություններ կատարվեցին, որ վաղ տարիքի երեխաների մոտ կա արդյոք դեպրեսիա կամ ինչպես են իրենք արձագանքում իրենց կյանքի կարևոր փոփոխություններին, իսկ մորից բաժանումը այդ կարևոր փոփոխություններից ամենակարևորն էր։ Եվ հետազոտությունները ցույց տվեցին դեռևս անցած տարի 20-30-ական թվականներին, պատկերացրեք, շպիցի հետազոտություններն են, ցույց տվեցին, որ երեխան տխրում է, երեխան մերժում է մի քանի կարևոր գործողություններ, ինչպեսին խաղն է, շրջապատը ճանաչելու իր մեծ ձգտումը, հետազոտելու մեծ ձգտումը, ինքը տխրում է, դառնում է լացկան, ուտելիքից հրաժարվել եւ այլն, եւ գիտության մեջ դա հայտնի դարձավ որպես անակլիտիկ դեպրեսիա։ Եվ անակլիտիկ դեպրեսիայի ախտորոշումն էր, եւ այդ հետազոտությունը շպիցի նշանավոր հետազոտությունն էր, որ հետո հիմք հանդիսացավ, որ կապվածության տեսությունը կամաց իր արմատները տեղից ստացավ, որը հետագայում զարգացրեց այլ գիտնական։ Իդեպ հիմա շատ տարածված է այն բուժումը, որը անվանում են բուժում մայրական ջերմությամբ։ Երևի ես որ գիտեմ դուք հաստատ գիտեք, այսինքն շատ հետազոտություններ են կատարվում, որ մայրը իր ներկայությամբ բուժիչ այսպես կարող է ազդեցություն թողնել, ելույթ մնաց իր բացակայությամբ եւ ճիշտ է արդյոք որ մինչեւ 2 տարեկանը հոգեբաններ համարում են որ կտրականապես չի կարելի մորը երեխայից բաժանել։ Եթե այդ ամեն ինչի այդ 2 տարեկանն է նշվում։ Եթե այդ ամեն ինչի հեղինակին անդրադառնանք, Ջոն Բոլբին, որ ասեց, որ դա կապվածություն է, դա մոգական եւ մարդկային, այո, եւ մի շատ առանձնահատուկ նվիրաբերման, նվիրումի, սիրո հարաբերություն է, որտեղ կապվածությունը իրականում հարաբերության տեսակ է, որը մարդուն անհրաժեշտ է մեծանալու համար եւ բարեհաջող մեծանալու համար, բարեհաջող զարգանալու համար։ Գիտնականը նշում էր, որ մինչև 3 տարեկանը ընդհանրապես հետո ինքը փոխեց։ Այսինքն ավելի ուշ հետազոտություններում ինքը հանգեց այն եզրակացության, որ մինչև 6 տարեկան ընդհանրապես չբաժանվել։ Իսկ մինչև 2 տարեկան ընդհանրապես մամայից չբաժանվելու գաղափար, որտեղ 2 տարեկանից սկսվում է որոշակի ինքնուրույնության մի փուլ, ինքը խոսում է արդեն, ինքը կարողանում է քայլել եւ որոշակիորեն ինքնուրույն է, զուտ ֆունկցիոնալ ձևով կյանքի մեջ ներգրավելու համար 2 տարեկան երեխան բավականին պատրաստ է դրա համար շեմը իջեցնում են, որտեղ տնտեսապես էֆեկտիվ չէ։ Մամաները պետք է աշխատեն եւ մամաների համար էլ էֆեկտիվ չէ եւ գիտությունը մի փոքր օգնում է
այստեղ էլի բիզնեսի հոտ է եկա, որ ինչ-որ մի բանի խանգարելու է։ Ընդհանուր առմամբ լավագույնը դա 3 տարեկանն է, ինչպես եւ քաղաքականությունը մշակվեց հենց այդ նույն հոգեբանական հետազոտությունների վրա, եւ երկրները հասկացան, պետությունները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունը, որ ֆիզիոլոգիական արձակուրդ տան մամային եւ 3 տարի ժամանակով, որ իրենք չբաժանվեն, եւ մայրական խնամ կլինի անընդհատ, իզուր չէ։ Ամեն ինչ մտածված էր։ Այո, այդ եւ երեխայի ծնվելուց հետո մոր կրծքին դնելը եւ երեխային մորից չբաժանելը ծնվելուց հետո, որտեղ սովետական հիվանդանոցներում հիշում եք ինչ էր կատարվում։ Երեխան առանձին տեղ ժամերով մենակ մնում էր։ Իսկ հիմա իհարկե հետազոտությունները ցույց տվեցին, որ անհրաժեշտ է ու մաման իր ներկայությամբ օգնում է, որ ինքը ավելի լավ ախորժակ ունենա, տրամադրությունը բարձր լինի։ Դա մեծ ստիմուլ է, որ ինքը սկսի աշխարհը աշտեն հետազոտել ու հասկանալ կամաց-կամաց մամայից անջատվելով։ Ուրեմն ես մի տեղ կարծացել եմ, որ դեռ 5 ամսականից, մինչ ծնվել ես նկատի ունեմ, էմբրիոնը արդեն լսում է մոր ձայնը, տարբերում է եւ ցանկացած ստրես, որը տանում է մայրը, փոխանցվում է երեխային։ Հետեւաբար հնարավոր է, որ երեխան լույս աշխարհ գա արդեն ինչ որ այսպես ստրեսով։ Այո, հնարավոր է, որ ինքը ծնվի ստրեսով, նախ կյանքի առաջի տրավման ծննդաբերությունն է, որ մարդը տանում է։ Գիտության մեջ կա 2 կողմնորոշում, հոգեբանության մեջ կոնկրետ։ Առաջի կողմնորոշումն այն է, որ ծննդի տրավմա չկա, եւ դա բնականon մի process է, նորմալ մի process է, շատ բնական, որին պատրաստ է եւ պտուղը եւ մայրը։ Կա մեկ այլ մոտեցում, եւ օտոռանկը օրինակ առաջարկեց ծննդի տրավմա բնորոշումը եւ որ մարդը իսկապես տրավմա է ստանում։ Այնպես որ դեռ այդ կողմնորոշումը չկա, բայց այնուամենայնիվ փաստարկները քիչ չեն, որ ծննդի ժամանակ տրավմա է ապրում։ Ինչ մնում է մամային, դա տարերի վեր հայտնի էր, որտեղ հղի կնոջը խնամելու եւ հղի կնոջ հետ ապրելու պարագայում ընտանիքի չափահաս այլ անդամներ, մեծեր, սկեսուր, տալ եւ տիրապետել են ու ցանկացել են, որ ինքը իհարկե լաց չլինի, որ ստրեսներ չտանի, որ լինի ավելի հանգիստ, որ տրամադրությունը բարձր լինի եւ դա վաղուց էր մարդկությանը հայտնի, շատ շուտ էին հասկացել։ Իսկ այն ժամանակ, երբ որ մայրը լաց է լինում, համոզված եմ, որ երեխան լաց է լինում։ Հարցրեք մամաներին, որ այդ լացի ժամանակ ինքը կծկվեց, չշարժվեց կամ հակառակը շատ ակտիվացավ երեխայի խաղը։ Այսինքն երեխան ցույց է տալիս նշաններ, որտեղ այդ նշանները շատ չեն։ Բայց այնուամենայնիվ մի քանի կարևոր նշաններ կան, որով ցույց է տալիս, որ ինքը ոնց որ թե միացավ մոր տառապանքին։ Եվ այո, կարող է հղիության ժամանակ ստրես տանել, որտեղ խոսքը սկսեցի ծնվելուց հետո։ Հիշում եք հենց սկզբից, որ ասեցի ծնվելուց հետո, մի քանի ամսեկանից ռեալ կարող է ստրեսը իրեն մոտ առաջացնի անակլիտիկ դեպրեսիա։ Իսկ մինչև ծնվելը, այո, ինքը էլի ենթակա է ստրեսի, մոր միջոցով, որտեղ դա ոնց որ մի ամբողջություն է, դեռ մարմնի մեջ է։ Եվ այս մայրաբուժության մասին այսպես է աբզացը եզրափակելով ասեմ, որ շատ կարևորում են հոգեբանները, չէ, նաև հուզական պահը, որ երեխաներին պիտի ժամանակին ասում են, չէ, երեխային շատ սիրել պետք չի անընդհատ ջան եւ այլն, երեխան կարող այսպես դաստիարակության մեջ այսպես բացեր կարող են առաջանալ, հիմա ասում են, չէ, ընդհակառակը երեխային պիտի անընդհատ գուրգուրես, փաղաքշես, հատկապես վաղ հասակում, որովհետեւ դրա բացակայությունը շատ լուրջ հետևանքներ կարող ունենալ։ Եվ հիմա այստեղ բախում եղավ, չէ, հին ու նոր մեթոդների միջև, չէ, նույնիսկ ասում են հայրն երեխային սիրի, գուրգուրի, չգիտեմ, փաղաքշի, հատկապես մեր մենտալիտետը, չէ։ Ինձ պատմում են, որ ժամանակին ես այդ ժամանակներում չեմ եղել եւ փառք Աստծո, չնայած ես չեմ կարծում, որ իմ պարագայում դա ազդեր, որ ժամանակներում ուզում է լինի։ Ասում է տղամարդիկ նույնիսկ ամաչում էին երեխայի ձեռքը բռնել, ինչ որ տեղ տանեին ելուն մնաց, մասսայական գրկեին, այսպես համբուրեին եւ այլն։ Ես առիթ ունեցել եմ նման հայրերի հետ զրուցել, ովքեր ասել են այո, որ ես ան չհասկացա իմ երեխան մեծացնելուց, որտեղ ես ամաչում էի ծնողներիցս։ Եվ սա մեր մշակույթի մեջ շատ ընդունված մի բան է եղել, եւ ծնողները զսպել են։ Եվ թորի նկատմամբ այդ ահռելի մեծ մղումը եւ այն պորտկումը, որ ծնողական, ես կասեի ծնողական զգացմունքների պորտկումը, որ թորի որտեղ իրենք ոչ մի արկել կայլևս չկա։ Իրենք կարող են ազատորեն սիրել։ Մեր տատիկներն ու պապիկներն այսքան խենթ։ Այո, այսինքն իրենց երեխաների հետ չռեալիզացվելով, իրենց հենց դուք ջերմության ու քնքշանքի շեշտադրումն է կանում, որը տեսնում ենք, այո, իսկապես ինչքան կարևոր է։ Այո, այո, որովհետև ստրես տարած երեխայի առաջի մխիթարությունը այն է, որ կողքին կա մի մեծահասակ, որն ասում է, որ ես քեզ սիրում եմ, ես քո կողքին կլինեմ ու ես կկիսեմ քո վիշտը։ Գիտեք, երկարատև թերապիա պետք չի։ Իհարկե։ Այդ պետք է ուղղակի լինել կողքին ու հնարավորություն տալ, որ ինքը խոսի իր ապրածի մասին։ Սկսած 2 տարեկանից։ Սա ստրեսի լավագույն տեղն է։ Լավագույնս անում է մաման։
որը ամեն ինչ թողնում է մի կողմ, ցույց է տալիս իր ջերմությունը, իր նվիրումը, որ ես կամ հենվիր իմ վրա։ Այսինքն սա չի կարող վնասել, ինչպես շատերն են պնդում, որ չի, երեխային պետք չի։ Անշուշտ ոչ։ Գիտեք, մարդիկը նույնիսկ հպարտան ասում են, ես կյանքում իմ երեխային համբուրած չկամ։ Միգուցե պաշտպանվում է։ Ու մտածում եմ, որ դա ճիշտ դաստիարակություն է։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Մարդու մանկիկի գոյությունը, ֆիզիկական, հոգեկան եւ մտավոր գոյությունը մանկիկի ամբողջությամբ կառուցված է նրանում, որ ինքը սոցիալական էակ լինի ու հաճույք ստանա այս կյանքից։ Հաճույքի լավագույն աղբյուրը ջերմությունը եւ քնքշանքն է։ Չէ՞ որ մեր անկիտակցականը ունի այդ մի խնդիր իր առջև դրած, անկիտակցականի մասին եմ խոսում։ Եթե գիտակցականի խնդրի մեջ կա սոցիալիզացիան, մարդը սոցիալական ու սեռական էակ է, այն պահից, երբ որ իր մասին սկսում են մտածել իր ծննդի մասին, որովհետև մարդու անկիտակցականի համար գեր խնդիր է հաճույք ստանալը։ Հաճույքի լավագույն աղբյուրը բնականաբար երեխայի համար դա ջերմությունն է, որ իրեն գնահատում են, որովհետև մի բանաձև կա այդ ջերմության տակ։ Ես քեզ սիրում եմ եւ այս կյանքը շատ լավ բան է, հրճվիր, որ կյանք կա։ Եվ ինքը սկսում է հրճվել, ու սկսում է նայել բզեզների հետ, խաղալ ծաղիկների հետ, երկնքին նայել, ավելի մեծ տեսահորիզոն է իր համար սկսում ձևավորվել եւ խթան է զարգացման համար։ Ֆիզիկական առումով, տեսեք, ֆիզիկական առումով էլ դու կապվածության մասին ես գիտեմ մեր մասնագետները խոսել են շատ մանրամասն։ Այսինքն մաշկի հպումը անգամ երբ որ թեթև հպում է, ինքը հանգստացնող է, երեխան կարիք ունի, որ իրեն գրկեն։ Սա մի լուրջ պահանջմունք է, որի կողքով անցնել չի կարելի, ասում է մի գրկի, որ գրկիդ չսովորի։ Բայց ինքը կարիք ունի, որ իրեն գրկեն, որտեղ ինքը անօգնական է, ինքը ոչ մի տեղ է, եթե մոր գրկում չէ, որտեղ մոր գիրկը լավագույն տեղն է, արգանդից հետո դրախտը, մյուս դրախտը մոր գիրկն է։ Մինչև ինքը կմեծանա, որպեսզի հետո փնտրի իր սեփական դրախտը։ Գիտեք, ինձ այնքան դուր եկավ, եթե մոր գրկում չի, ուրեմն ոչ մի տեղ է։ Դրա համար էլ այդքան մեծանում ենք, էլի դրա կարիքն ունենք, չէ՞։ Ասում ենք փոքրանանք, ահա, մեկ էլ մայրեր կան, որ ասում են ախր սիրում եմ ու էլ իրան հերիք չէ։ Սիրո մեր պահանջը, ի կյանքի ամբողջ մեծ կռիվը ինչի համար է։ Սիրված լինելու։ Այո։ Ուզում եմ սիրել ու սիրվել, ու առաջ երթին ուզում եմ սիրվել։ Եվ այդ երեխայի մեջ դրված է այդ կոդը, այդ բանաձևը, այդ շատ մի կարևոր շարժիչ ուժը, որ ինքը սեր է փնտրելու, դա իրեն ապրեցնել է տալու։ Հնարավորություն է տալիս, որ ապրի ու լավ զգա այս ապրելուց։ Այսինքն կարելի ասել, որ այն երեխաները, ովքեր սիրո պակաս են գրանցել, հա, մանուկ ժամանակ, հետագայում այդ պակասը չեն կարող այլևս լրացնել եւ փորձում են լրացնել երբեմն շատ տարօրինակ կերպով։ Կփորձեն լրացնել անպայման։ Փնտրտուքը շարունակվելու է։ Փնտրելու են անընդհատ, փնտրելու են ու շատ տարօրինակ լրացումներ կարող են։ Այո, ասում եմ, որ շատ վտանգավոր, հակասոցիալական նույն մարմնավաճառների մեջ արդյոք սիրո այդ մեծ մղումը չի մղում իրենց գրկից մինչև գիրկը։ Չէ որ ինքը այդ շատ կարճատև մխիթարանքը ստանալուց հետո սիրո առումով, մեծ սիրո առումով, այստեղ մարմնականի մասին չի անգամ խոսքը։ Նորից սկսվում է իր տխրությունը, մինչև հաջորդը կլինի։ Այսինքն բազմաթիվ բնավորության եւ վարքի եւ հուզական խնդիրներ կարող են առաջանալ այն բանի պատճառով, որ ժամանակին սերը ճիշտ քանակությամբ չի տրվել, ճիշտ ձևով չի տրվել եւ ստրեսի մասին որ խոսում ենք, մենք պետք է հիշենք, որ մայրական ջերմությունը եւ մայրական քնքշանքը ստրեսի առաջի իմունիզացիան է։ Տեսեք, հիմա գնում են կարմրուկի, չգիտեմ ինչի եւ այլն, պոլիոմիելիտ եւ այլն ստանում են, չէ՞։ Երեխեքը վակցինաներ են ստանում, որ այդ հիվանդությամբ էլ չհիվանդանա։ Ստրեսի պարագայում դա մոր քնքշանքն է, մոր ներկայությունն է, բայց ճիշտ ներկայությունը։ Որտեղ կարող է մայրը ներկա լինել, հոգեվերլուծության մեջ հայտնի է մեռած մայր, dead mother։ Մեռած մայր ֆրազա, այսինքն մայրը կա, կենթանի է, բայց դե ֆակտո չկա։ Բայց իրականում մայրը հոգեհուզական որևիցե սատար չէ երեխային, որտեղ երեխան այնքան անօգնական է ծնվում, որ իրան անպայման պետք է ցույց տալ, որ ես քեզ կսատարեմ։ Ստրեսի լավագույն իմունիզացիան դա է։
խոսքը, մոր ջերմությունը։ Իդեպ երբ այդ իմունիտետը կա, մնացած հիվանդությունների դեմ մարդը կարողանում է պայքարել։ Այո, ինքը հեշտությամբ կտանի ստրեսները ամբողջ կյանքի ընթացքում հետագայում ավելի հեշտությամբ կտանի։ Իսկ երբ որ իր դժվարության եւ անմխիթար վիճակի եւ տխրության եւ մենակության մեջ չի եղել այդ ջերմությունը եւ ինքը իսկապես ստրեսներ է տարել շարունակաբար եւ մենակ է փորձել հաղթահարել, չգիտեմ, սկզբից մատը ծծելով կամ ինչ-որ շարժումներ անելով կրկնվող, որոնք իրեն մխիթարել ու հանգստացրել են մանկիկին։ Հետո դա այլ ձևափոխումներ է ստանում եւ ստրեսները ավելի ու ավելի վատ է տանում, ավելի ու ավելի ծանր է տանում այդ ստրեսները։ Այսինքն մենք կարող ենք հորդորել մեզ լսող բոլոր հատկապես մայրերին, ճիշտ կլինի ասել ծնողներին, բայց եկեք իրատես լինենք ու ասենք նախ եւ առաջ մայրերին, որ եթե ուզում են իրենց երեխաները առողջ մարդ դառնան բոլոր առումներով, ուղղակի պետք է սիրել երեխաներին եւ դա ցույց տալ։ Այո, ցույց տալ, որ դու կարևոր ես, դու կաս, ես քեզ սիրում եմ, դու կաս եւ դու շատ կարևոր ես։ Եվ որից ինձ համար ամենալավն ես։ Այո։ Դա էլ է կարևոր, չէ՞, ինձ համար ամենալավն ես։ Այո, դա շատ կարևոր մեսեջ է։ Տեսեք, ասել ուղղակի ամենալավն է, սա կարող է վտանգավոր լինել, որովհետեւ կգա մի բան, երբ կհասկանա, որ ամենալավը չկա ուղղակի, բայց այ ինձ համար ամենալավն է։ Դա ամենալավ էսպես չէ, բանաձևն է, որով երեխան կարող է մեծանալ եւ հասկանալ, որ կա մեկը, ում համար ինքը ամենակարևորն է, թե նույնիսկ ամբողջ աշխարհը նրան պատերազմ հայտարարի, չէ՞։ Հիմա եկեք խոսենք այնուամենայնիվ ստրեսներից։ Մենք մեծերս գոնե զգում ենք, որ ստրեսի մեջ ենք։ Ճիշտ է, ոչ միշտ ենք բարձրաձայնում, ոչ միշտ ենք ցավոք սրտի դիմում բժիշկների, բայց զգում ենք, որ ստրես է։ Երեխան դա հաստատ չի զգում։ Եվ այդ կարող է արտահայտել տարբեր ձևերով։ Այո, ինձ թվում է ամենատարածված ձևն է, երբ երեխան այսպես ռեգրեսի մեջ է, չէ, ինքը իր տարիքին ոչ համապատասխան ինչ որ բաներ է անում։ Սա երևի ժամանակաժամանակ բոլոր երեխաներին էլ բնորոշ է, մեկ ասում ենք ուզում է ուշադրությունս գրավել, չէ։ Ասենք արդեն 7-8 տարեկան երեխան հանկարծ ասում է ծակ եմ ուզում, չգիտեմ, 1-2 տարեկան ինչ որ վարքագիծ է դրսևորում, ծնողները ժպտում են, ուրախանում են, բայց սա միշտ է որ ստրեսի նշան է, թե մեկ ուզում է ուղակի վերհիշել են պահերը, երբ իրեն գրկում էին, գուրգուրում էին, չնայած սա էլ ինչ որ արմատներ։ Այնուամենայնիվ դա նշան է, որ ինքը ուզում է վարքը փոխել, չէ։ Վարքը փոխել է ուզում, այդ նշանակում է, որ ինչ որ մի բան պակաս է, կամ ինչ որ մի բան սխալ է, կամ ինչ որ մի գործունեություն, որ փոքրանամ ինձ ավելի շատ կսիրեն, այո, որ փոքրանամ ավելի շատ կսիրեմ, ուշադրության կենտրոնում կլինեն, եւ վարքի ստրեսից առաջացած վարքի դրսեւորումները տարբեր են այդ կարճատև փոքրիկ ռեգրեսներից, որը կարող է ստրես չլինել, ուղղակի կարող է լինել այն կարոտը մանկության նկատմամբ արդեն այո, օրինակ երեք մենք խոսում էինք մի փոքրիկ աղջկա մասին 9-10 տարեկան եւ հետաքրքիր է սիրով եւ ուշադրությամբ շրջապատված ընտանիքում ես հանկարծ որտեղ սովորական զրույց էր եւ ոչ թե խորհրդատվություն ասում եմ մանկությունն է ավարտվում հանգիստ եղեք մանկությունն է ավարտվում ու ինքը գիտե որ դա ավարտ է եւ ինքը դատանում է մի քիչ ստրեսային եւ մի քիչ տխուր ձևով նախ կուզենայի ասել որ ստրես նշանակում է ճնշում, ճնշվածության մի վիճակ, երբ որ կա ամենակարևոր բաղադրիչը ստրեսի, որ մենք որակենք, ախտորոշենք որպես ստրես, երբ որ կա սպառնալիք ֆիզիկական գոյությանը, սպառնալիք հոգեկան գոյությանը, սպառնալիք մեծերի համար օրինակ նույնիսկ կրոնափոխությունը սարսափելի ստրես է, իր հավատալիքների նկատմամբ սպառնալիք, ունեցվածքի նկատմամբ, հարազատի նկատմամբ ցանկացած սպառնալիք կարող է առաջացնել ստրես։ Ինչ է երեխան չի զգում որ ինչ որ մի սպառնալիք կա։ Եթե կողքին մեծ աղմուկ է եւ ինքը վեր է թռչում, ինքը հասկանում է որ այդ աղմուկը անորոշ, անհասկանալի մի բան է, որը կարող է իրեն վնասել, չեղավ որ ստրես է։ Իհարկե եղավ։ Երեխաների մոտ, եթե մեծահասակների մոտ շատ բազմաշեշտ ձևով դրսևորվում են հետ ստրեսային վիճակները, ի վերջո գոյություն գիտության մեջ հայտնի 60-ականներից արդեն հայտնի PTSD, հետ տրավմատիկ ստրեսային խանգարումը, ապա երեխաների մոտ մի քիչ ավելի հստակ ու երևացող կարող է լինել, բայց կան նաև թաքնված տեսակներ, այսինքն վարքի մեջ կամ ինքը միանգամից ագրեսիվ է դառնում, դեպի մարդկանց միտված, բայց ինչ որ անընդհատ բան պահանջող եւ մի քիչ վնասող, ագրեսիվ կամ ընդհակառակը Դառնում են խելոք երեխան, որով բոլորը երջանիկ են, որի հետ բոլորը երջանիկ են։ Իսկ ինչ լավ է, նստած նկարում ես ամբողջ օրը նկարում ես, ոչ խոսում ես, սուսիկ, փուսիկ այդ երեխան, մի անհանգստացեք, այնքան լավ է։
Այսինքն, չէ, ամբողջ օրը չպետք է նստի նկարի կամ սուսիկ մնա, ինքը պետք է խաղա, ինքը ընկերներ պետք է ունենա։ Այսինքն իր զարգացման համար բոլոր անհրաժեշտ աշխարհը պետք է հետազոտի։ Իրան պետք է հետաքրքրի, ինքը պետք է ծիծաղի։ Այսինքն դա ապաթիա է։ Իր ամբողջ օրը սուսիկ նստած է։ Անտարբերություն, որը կարող է հենց դեպրեսիայից հետո էլ առաջանա այդ անտարբերությունը, որը ստրեսին դիմակայելու ձևերից մեկն է, մեկ է մարդը փոխվում է, եթե կա սպառնալիք։ Իսկ եթե երեխա է եւ այդ սպառնալիքի բացատրությունը չկա ու անորոշություն է, սա շատ հանգիստ կարճ ժամանակում կարող է դառնալ նևրոտիկ խանգարում։ Ասում են ամենամեծ ստրեսը երեխան ապրում է մի պարագայում, հետո այդ ստրեսն ամբողջ կյանքում իրեն ուղղորդում է, ինտերակցում է, ուղղակի ժամանակ առ ժամանակ մարդը մոռանում է ստրեսի մասին։ Դա այն է, երբ երեխան առաջին անգամ հասկանում է կամ իմանում է, որ ինքը սովորական մահկանացու է։ Այո։ Սա մեր բոլորի այսպես թիվ 1 ստրեսն է, որից մենք ձերբազատվել չենք կարող, եւ հենց այստեղ է, որ դու հասկանում ես, որ նույնիսկ ամենակարող մայրիկը քեզ չի կարող օգնել։ Ասում են, ավելի շատ ոչ թե վախեցնում է երեխային այն, որ ինքը մահկանացու է, այն, որ առաջին անգամ հասկանում է, որ կա մի ոլորտ, որտեղ մայրիկն իզորու չի իրեն օգնել։ Այստեղ ոնց բա իրեն մայրիկը, որը նույնպես այդ ստրեսի կրողն է։ Եվ ինչպես երեխային այդ դժվարագույն փուլից անցկացնի։ Դե ես սխալվում եմ, դա չէ ամենամեծ ստրեսը, ինչ եք կարծում։ Գիտեք, դա ճգնաժամ, առաջի ճգնաժամն է մարդու։ Այսինքն մենք տրավման ունեցանք, ծննդի տրավման ասեցինք, որ գիտությունը կիսված է, կեսը ընդունում է, կեսը չի ընդունում, բայց ծննդաբերությունը կնոջ համար ցավոտ է, երեխայի համար էլ է ցավոտ ու դժվար։ Ինքն էլ պետք է այդ ճանապարհն անցնի, միջև լույս աշխարհ կա։ Երկրորդը, երբ որ կրծքից է կտրվում, դա իսկապես սպառնալիք, որ այլևս չլինի այն հաճույքը, այն օբյեկտը, կես օբյեկտ այսպես ասած, որը ինքը ուներ, որի հետ եւ ֆիզիկական շփում կար, որտեվ կուրսքը շատ հարցեր է լուծում, եւ ֆիզիկական շփման հարցն է լուծում, եւ սննդի հարցն է լուծում, եւ հաճույքի հարցն է լուծում, եւ հոտի բոլոր զգայարանները ակտիվ են այդ ժամանակ։ Եվ իհարկե գալիս է մի ժամանակ, երբ որ երեխան հասկանում է, որ ինքը չէ միակը ընտանիքի համար, դա 3 տարեկանի ճգնաժամն է։ Եվ այդտեղ իսկապես ապրումներ են։ Առաջի անգամ հասկանում է, որ մաման պապային էլ է շատ սիրում, պապան մամային է սիրում, փոքր քրոջը կամ մեծ եղբայրը ավելի շատ սիրեցին իրեն կամ իրեն այս պահին։ Ինքը կհասկանա, որ ինքը չէր այս մոլորակի երկրագնդի կամ տիեզերքի կենտրոնը, որ ինքը շատերից մեկն է, ու սկսվում են ծնվել առաջի մեղավորությունները, որը հետո նևրոզի միջուկն է։ Միգուցե ես լավը չեմ։ Սկսում են ծնվել առաջի հարցադրումները։ Իսկ իսկապես ինձ ավելի շատ են սիրում, քան եղբորս, կամ մաման պապայից ավելի շատ ինձ է սիրում։ Սրանք հստակ ուրվագծված հարցադրումներ չեն։ Սրանք շատ մշուշոտ մտքեր են, որ երեխան ունենում է եւ զարգացնում է այդ ճգնաժամը, որը կոչվում է 3 տարեկան, երբ որ հասկանում է, որ ինքը իրականում առաջի անգամ ապրում է մենակության զգացումը, այն ծանր ապրումներից ու զգացումներից մեկը, որից մարդը ամեն ինչ արել է, որ խուսափի։ Ընտանիքի ինստիտուտն է ստեղծել, որով եւ ստեղծել է ամեն ինչ, եւ ցիվիլիզացիան այսօր ամեն ինչ ձեզ կառաջարկի, որ դուք մենակ չմնաք, որտեվ դա շատ ծանր ապրում է, որտեվ մենակության մեջ առաջինը, որ մարդուն այցելում են, իհարկե մահվան մտքերն են եւ կյանքի իմաստի։ Եթե կյանքի իմաստի մտքեր առաջի անգամ արդեն 3 տարեկանից մեզ ուղեկցում են, շատ կարևոր է, որ մեզ ճիշտ ուղղորդեն մեր ծնողները, հենց նույն ձեր ասած ջերմության, քնքշանքով, խոսքերով, ամիջապես կռահել ու ասել, դու կարծում ես, թե ես մեծ եղբորդ ավելի շատ սիրեցի, չէ, փոքրիկս իհարկե քեզ էլ եմ շատ սիրում, բայց միևնույն ժամանակ այս ճգնաժամը օգնում է երեխային ավելի փիլիսոփայական ընկալում ունենալ կյանքի նկատմամբ, հասկանալ, որ ամեն ինչ ունի սկիզբ ու վերջ։ Դա լիարժեք դեռ չի, դեռ շատ ճանապարհ ունի անցնելու։ Մարդիկ կան, որ 60-ում էլ չեն հասկանում, որ ամեն ինչ ունի սկիզբ ու վերջ, եւ որ այդ վերջը դա հենց մահն է, եւ որը շատ տխուր է դարձնում մեր կյանքը եւ ամբողջ գոյությունը եւ շատ դժվարացնում է հասկացնել տալը, թե որն է կյանքի նպատակը։ Որտեղ կրոնը գալիս է եւ շատ լավ օգնում է, հա։ Եվ Ինչ դեռ հասու չէ երեխային, այո։ Այո, ինչ դեռ հասու չէ։ Այնպես որ իսկապես ծնողի խոսքը, որտեղ ես ասում եմ, ստրեսի լավագույն բուժումը այն է երեխաների հետ կապված ցանկացած տարիքի, երբ որ թույլ են տալիս, որ ինքը խոսի եւ դառնում են ակտիվ լսող, ակտիվ ունկնդիր, բայց ոչ թե ընդհատելով խոսքը, այլ թողնելով, որ ինքը ասի վերջացնի, ինչ որ իրեն հուզում է, ինչ որ իրեն անհանգստացնում է, որտեղ իրենք շատ դժվար են կարողանում բառեր գտնել դա ներկայացնելու։
Օրինակ, երբ որ երկրաշարժը տեղի ունեցավ Գյումրիում, չեմ կարող չանդրադառնալ այն ստրեսը, որ երեխաները տարան եւ այն ձևակերպումը, որ ես հիշում եմ ֆրանսիացի մասնագետները, որ Գյումրի երեխաները մոռացված են։ Մենք այդ կան ընտանիք սիրող, ազգ ենք, երեխան ամենակարևորը եւ այլն։ Բոլորը զբաղված էին տնակ, տնտեսական հարցեր, սքի մեջ էին մարդիկ ուղակի, որտեղ շատ անդամներ էին կորցրել ընտանիքի։ Երեխաների հետ խոսողներ իրականում չկային։ Երեխաները մենակ էին փորձում այդ հարցերը լուծել, կամ եթե անգամ խոսում էին, ապա միգուցե ավելի վատ տարածում էին վիճակը։ Այնպես որ այսօրվա ծնողավարման գիտելիքների կարևորությունը հենց նրանում է, որ ծնողը իսկապես իմանա, որ ստրեսը կարող է վարքային, հուզական եւ այլ խանգարումներ առաջացնի երեխայի մոտ, որ ստրեսի լավագույն ձևը ջերմությունը եւ խոսքն է, բայց թիվ մեկ տեղում իհարկե լավ ունկնդիր լինելը, որ իրա ոչ մի ասածը չեն քննադատի, որ ինչ երեխան ասի չասեն, ոչինչ կանցնի, որով պետք է արժե զրկենք իր զգացածը, հակառակը պետք է ասենք իսկապես այդքան տխուր ես, ես հասկանում եմ ինչքան դժվար է, վայ պալես ինչքան դժվար, մեր տատերը ինչ են ասել, վայ քորանամ ես։ Այսինքն մենակ թե քեզ այդ կամ տանեմ ցավդ, չէ? Կամ ցավդ տանեմ, այսինքն ես պատրաստ եմ զոհել իմ կյանքը քեզ համար։ Դա մեր հայրից լավագույն բառակապակցությունն է։ Այո։ Այսինքն մենք, չգիտեմ, այսպես որ շերտի վրա, հա, գիտակցության հասկացել ենք, որ մարդու ցավը պետք է վերցնել։ Այո, պետք է կիսել։ Կամ գոնե պատրաստակամություն այդ։ Ոչ թե ասել, ոչինչ դե կանցնի, դե լավ ժամանակ, դրա ժամանակը չի ոչինչ կանցնի։ Ինչ արժե զրկում։ Իրա ներսում եղած փոթորիկի նկատմամբ մենք հենց կողք ու հանգիստ անցանք։ Շատ կարևոր է որ ծնողը հասկանա, որ չպետք է արժե զրկի երեխայի ապրումները, եթե տխուր է, ուրեմն տխուր է, կարելի իր հետ մի քիչ տխրել, ուրախ է կարելի իր հետ ուրախանալ։ Հիմա գովազդային դադարվեցնենք, իսկ մինչ այդ ուրեմն ասենք հետեւյալը, որ ամենակարևորը երեխայի հետ կոնտակտը չկորցնելն է, ես այդպես հասկացա։ Բոլոր բարականներում կարևորը կոնտակտը չկորցնել, որը պետք է կյանքի ընթացքում մինչև իր չափահաս դառնալը շարունակական բնույթ կրի այդ երկխոսությունը։ Շատ լավ, գովազդային դադարվեցնենք։ Приведи бизнес в движение. Радиореклама. Մանկական տոներն ու խնջույքները պետք է լինեն ուրախ ու գունագեղ, համեմված անսպասելի ու հաճելի անակնկալներով։ Այս ամենն առկա է Պոնչիկ-Մոնչիկ սրճարանում։ Արտակարգ մենյու, ընդարձակ խաղասրահ եւ բազում անակնկալներ։ Զվարճալի ակվագրին, մազերի խենթ գունավորում եւ մուլտհերոսների ընկերակցություն։ Հեքիաթային միջավայրում հասցեներ Սայաթ փողոց եւ Պարույր Սևակ փողոց 9։ Պոնչիկ-Մոնչիկ սրճարաններ։ Յուրաքանչյուր այցելություն իսկական տոն։ Ռեսալը հայտարարում է աննախադեպ գարնանային ակցիա։ Մեկ ամիս շարունակ մեզ մոտ կարող եք տեղադրել ցանկացած սերնդի գազաբալոնային համակարգ անհամեմատելի ցածր գներով։ Ապարիկը ձևակերպվում է տեղում 0% կանխավճարով, իսկ գազաբալոնային ողջ համակարգի համար տրվում է մինչև 27 ամիս երաշխիք։ Մեզ վստահելու գրավականը մեր 11 տարվա փորձն է շուկայում։ Հասցեք Խաղաղ Գյումրի Երևանյան խճուղի 185, հեռախոս 098 20 10 70։ Չերքեզի ձորի ձկնաբուծարան առաջարկում է որակյալ եւ թարմ ձուկ աննախադեպ սակագներով 1 կիլոգրամ իշխան, հում վիճակում 2200 դրամ, եփած 2600 դրամ, թարապ, հում վիճակում 3000 դրամ, եփած 3500 դրամ, բացի այդ, ձկան քաբաբ 1 բաժինը 1000 դրամ եւ ձկան խավիարով քաբաբ 1 բաժինը 1200 դրամ, ինչպես նաեւ տեղական իշխանի ձկնկիթ 20% զեղչված գնով, առակման արժեքն ընդամենը 300 դրամ է, պատվերի հեռախոսահամարներ 65559 099 01 1920 Շանտ Էլեկտրոնիքսը շնորհավորում է կանանց եւ աղջիկներին գեղեցկության եւ մայրության տոների կապակցությամբ։ Ուշադրություն, նվեր ակցիա, մարտի 8-ից ապրիլի 7-ը արդեն գործող զեղչերին կգումարվի եւս 8% հավելյալ զեղչ։ Հասցե Ռիշկովի 5 հեռախոսամար 5 12 49։ Շանտ Էլեկտրոնիքս, ընտրեք մեկ անգամ, վայելեք ընդմիշտ։ Բեկոր կահույքի սրահը շնորհավորում է կանանց եւ աղջիկներին գարնանային տոների կապակցությամբ, մաղթելով անսահման սեր եւ երջանկություն։ Հաճելին մատուցեք ձեր կանանց, դարձրեք նրանց կյանքը գեղեցիկ եւ հարմարավետ։ Դեկոր կահույքի սրահից ձեռք բերված շքեղ չկրկնվող ու բարձրորակ տեսականիով, գները մատչելի որակ նանթերի։ Հասցե Մուսայելյան փողոց նախկին փայտամշակման վարչական շենք։ Հեռախոսահամար 5 50 75 Դեկոր նոր խոսք կահույքի բնակավարում։
Русский шансон. Особый взгляд на жизнь. Музыка с пристрастием. Каждый день в эфире радиостанции «Шанс» с 15 до 16 часов, а также по вечерам с 21:15 до 22 часов. Главный спонсор русского шансона – новый развлекательный центр «Наша Раша». Новый развлекательный центр «Наша Раша», не имеющий аналогов в городе. Боулинг, бильярдный салон, караоке, дискотека. «Наша Раша». Жизнь хороша. Адрес улицы Шара-Толяна, по соседству с рестораном «Наш двор». Ուրեմն այսօր խոսում ենք երեխաների մասին ինչպես միշտ ամեն երեքշաբթի է, բայց հատկապես ստրեսներից ենք խոսում, ստրեսները երեխաների մոտ դեպրեսիայի վերածվում են։ Հնարավոր է, եթե ավելի մեծերին բնորոշ է, որևէ խնամք չկա, տեսեք, մի քան կարող է վերածվել։ Կարող է եւ չվերածվել առանց հատուկ միջամտության նաեւ, որտեվ երեխան բարենպաստ միջավայրում է գտնվում, շրջապատված է սիրով, կա բավարար զբաղվածություն, ստրեսներն ու սպառնալիքները դադարում են օրինակ, եւ դա արդեն հնարավորություն է, որ այն հինը հաղթահարվի։ Անբարենպաստ պայմաններում ոնց որ ինքը կուտակվում է, օրինակ ասենք մի խնդրով երեխային բերում են, հետո պարզվում է, որ իրական խնդիրն առաջացել է 3 տարի առաջ, երբ շնից սարսափելի վախեցավ ու բոլորն ասում են ոչինչ, շուն է էլի կանցնի, մի ինչ անենք, հասկանում եք։ Այսինքն մենք պետք է ունենանք այդ աչքը տեսնելու, հասկանալու, եթե երեխան ճաճում է, լաց է լինում, վախեցած է, եթե երեխայի մոտ փոփոխություններ կան, նախորժակն է կորել, մարդկանց հետ չի շփվում, հայացքը երեխայի ուշադիր լինել։ Մենք ուղղակի պետք է եղած նշանների նկատմամբ շատ ուշադիր լինենք։ Հենց այդ նշանները բաց ենք թողնում եւ ինքը, որտեվ մեր հոգեկանը եւ մեր օրգանիզմը ընդհանրապես ունի վերականգնվելու լուրջ հատկություններ եւ լավ ներքին ռեսուրսներ ունի, որ ինքնուրույն կարողանա նույն դիմադրողականություն, ասում դիմադրողականությունը բարձր է, համ ուշուշ է հիվանդանում, համ եթե հիվանդանում է թեթև է տանում։ Հոգեկանի մասով էլ այդպիսի մի երևույթ կա։ Այսինքն այն ինչքան որ հոգեկանը եւ ֆիզիկականը թույլ են տալիս հաղթահարելու, շատ լավ է, բայց այդ պետք չէ մենակ այդ երկու խեղճի վրա թողնել։ Այլապես անընդհատ զբաղված լինելով դա հաղթահարելով ու արտաքին աշխարհից աջակցություն չունենալով իրենք կսպառվեն, իսկապես դիմադրողականությունը կտրուկ կընկնի եւ հոգեկանի մակարդակով եւ ֆիզիկականի մակարդակով։ Ուրեմն ասում են ֆակտորները երեխաների մոտ այդ ստրեսներ առաջացնող 3-ն են, մեկը դեպրոցն է, որը համաձայն հետազոտությունների շատ հզոր էսպես ցավոք սրտի ֆակտոր է, որը երեխայի մոտ կարող է ստրես առաջացնել մի փոքր ավելի մեծ երեխայի, դեպրոցահասակ չէ, եւ այդ ստրեսի մասին ծնողը կարող է չիմանալ, որովհետեւ երեխային կծկտուր պատմությունները դեպրոցի մասին մեզ ձանձրացնում են, ասում են դե դեպրոց է, դե բանի տեղ մի դիր, մինչդեռ ասում են ամենախոշոր էսպես օջախը ստրես ծնող դպրոցն է։ Երկրորդը ոչ պակաս ընտանեկան կոնֆլիկտներն են, բարենպաստ ոչ բարենպաստ պայմաններն են, որոնց մասին խոսեցիք, եւ երրորդն ամենասակավաթիվն է, ասում են, երբ երեխան ուղակի զարմանալիորեն չի կարող ներդաշնակ ապրել աշխարհի հետ, այսինքն ներքին կոնֆլիկտ է, դա ամենաքիչն է հանդիպում, ինչը էլի ապացուցում է, որ երեխաների ստրեսների մեծ մասի անցնող կամ պատճառը մենք ենք, մեծահասակներս, տեսեք, ամենաքիչ հանդիպողն է, երբ երեխան ինքը չի գտնում լեզու աշխարհ, չնայած այստեղ էլ որ չի գտնում, մենք ենք մեղավոր, ուրեմն այդ կամուրջը չենք հանդիսացել, որ երեխան աշխարհը հասկանա կամ ընկալի։ Շատ լավ ասեցիք։ Ես էլի ընդհանուր ասեմ, տեսեք, դուք շատ կոնկրետ բերեցիք այսօրվա գիտության առաջարկածը երեխայի համար ստրեսի 3 հիմնական աղբյուրները։ Այն ամենը, ինչ որ սպառնալիք է երեխան կորցնելու է ունեցվածք, մարդ, մտքեր, բաներ, որոնց հավատում է, ասում են, որ Սինդրելան շատ լավ կերպար է ու հանկարծ ասում է, որ գիտես, որ մոխրոտը կախարդ է։ Դուք տեսեք 4-5 տարեկան աղջիկը ոնց կնստի ու լաց կլինի, ինքը չի հավատա, որ կախարդ է։ Դա սպառնալիք էր իր հավատալիքներին, օրինակ։ Իսկ այն ինչ որ արդեն շատ բյուրեղացած առանձնացված 3 կետով դուք բերեցիք, միանգամայն համաձայն եմ, 3-ի մեջ էլ սպառնալիքի գաղափարը կա, սպառնալիք, որ ինքը ինչ որ մի բան կկորցնի։ Գնում է դպրոցի երեխան, 7-ը իզուր չէ, որ ճգնաժամային է, հիմա 6-ը կդառնա, որովհետև 6-ից են դպրոց գնում։ Առաջի բանը, որ տեղի է ունենում, սիրած միջավայրից բաժանումն է։ Ու լավ կլինի, որ միջև այդ ինքը մանկապարտեզ գնացած լինի, որ հասկանա, որ աշխարհը մենակ իրենց տունը չէ։ Եվ այն երեխաները, որտեղ հիմա բավական շատ են այն ծնողները, ովքեր խուսափում են մանկապարտեզ տալ, ասում են մերը տունն է, թող չգնա։
Այսինքն դա բաժանում է սովոր միջավայրից, դա ավելի մեծ միջավայր է, որտեղ ավելի շատ թվով մարդիկ կան տարբեր տարիքի ու սեռի։ Կանայք, տղամարդիկ, երիտասարդ աղջիկներ, տղաներ, ու երեխան տեսնում է մի մեծ աշխարհ, աշխարհ, որտեղ մարդիկ շատ են, որտեղ մարդիկ տարբեր են, որտեղ իրանից քիչ են էլ նկատում, իրան չեն էլ տեսնում, ու ինքը պետք է հասկանա, որ ինքը պետք է իրեն դրսևորի, իրենից ինչ-որ բան է պահանջում։ Ու նոր պարտավորություններ ծանր։ Ուրեմն բաժանումը, այս նոր աշխարհը, այո, որը կարող է առաջացնել մեծ տագնապ իր մեջ։ Նոր պարտականություններ, նոր ընկերներ եւ ուսուցչուհի, որը ժամանակավորապես կարծես թե սիմվոլիկորեն փոխարինում է մորը։ Դրա համար մորից բաժանումը դժվար է, կա նույնիսկ մամաների խանդը ուսուցիչների նկատմամբ։ Ու երբեմն երեխաներին, երբ որ ասում են, «Էդ ասա դու ինչ գիտե, որ կամ քննադատական բան են ասում», իրանք մոռանում են, որ ժամանակավորապես հանձնում են հոգեբանորեն այնքան էր հենված այդ ուսուցչուհու վրա, որ այդ 4-5 ժամը իր մաման էր այդ ընթացքում։ Իրան պետք չի այդքան քննադատել ու ճզմել։ Սրանք շատ կարևոր բաներ են, ամբողջությամբ ստրեսային այդ դպրոց գնալու ժամանակահատվածը։ Եվ ինչքան լավ պատրաստված գնա, եւ ինչքան ընտանիքը սա կարող լինի, այնքան լավ։ Սեպտեմբերի 3-4-ից արդեն տունը ծեծ ճարտ աղմուկով մեր ժողովրդական լեզվով ասած, աղմուկ աղաղակով դաս ենք սովորում։ Հիստերիայով մենք դաս ենք սովորեցնում։ Այսինքն սեպտեմբեր առաջի դասարանի սեպտեմբեր ամսից սկսած մենք ասում ենք, որ այս շատ վատ գործ է, գիտես, այս սովորելը։ Սա մի տանջանք է։ Սա այն ամենակարևոր բաներից մեկն է, որ ծնողները պետք է հասկանան, որ պետք է թույլ տալ, որ ինքը ադապտացվի աստղիկների քանակությանը, որտեղ գնահատական չեն, հիմա աստղիկներն են շատ ավելի լավ, այդ ամեն ինչը թողնել մի կողմ ու տալ ժամանակ, որ ինքը հանգիստ առաջ գնա։ Նույնիսկ ծնողները չէ, խոսում են իրար մեջ, երեխաներն էլ ասում են առաջին դասարան գնաց երեխաս այն մյուսն ասում է վայ ոչ երանի քեզ։ Ապրես։ Վայ ոչ երանի քեզ։ Բան հիշեցրեցիք։ Ու ինքը ամեն օր է դա։ Ու երեխան մտածում է, ինչ ահավոր մի տեղ է գնացել, որ մայրիկին բոլորը զարմանում են, որ 3-4 տարուց հետո ինքը արդեն հոգնեց, զզվեց, էլ չկարողացավ։ Եվ սարսափելին այն է, որ դա նաև կարող է շատ լուրջ հակազդեցություն ունենալ հուզական, հոգեկան, նաև մետաֆոր զարգացման վրա։ Երեխան ուղղակի փակվում է, էլ չի ուզում անցնել, օրինակ, նայած դեպքեր։ Կան երեխաներ, որ հրաշալի դրսևորվում են, իրենց կարողությունները ցույց են տալիս, սիրով գնում են դպրոց, բայց մեծ մասը երեխաների այդպես չէ։ Մեծ մասը երեխաների դժվարությամբ է գնում դպրոց, որտեղ մի մեծ դասարանի առաջ նստած է, մի ուսուցչուհու կամ ուսուցչի առաջ նստած է, որի կողմից պետք է ընդունված լինի, որ իրեն պետք է հասկանան ու ունի այդքան ուժ ռեսուրսներ, որպես իրեն հասկացնել տա ու կարողանա նաև դրսևորվել։ Եվ իհարկե փրկվում են երեխան, որը գիտի, որ տուն կգա ու այդ ամրոցում իրեն սիրում են։ Հիմա տեսեք երկրորդ ֆակտորը, երբ ընտանիքում էլ ամեն բան կարգին չէ, պատկերացեք ինչ մեղք է երեխան։ Սա դպրոցից ավելի լուրջ ֆակտոր է։ Դպրոցից գալիս է տուն, այստեղ էլ չկա մի օազիս, որտեղ ինքը իրեն կզգա հանգիստ։ Ընտանեկան բռնությունը մեծ չարիք է։ Կամ լարված վիճակը, ասեցիք ընտանեկան կոնֆլիկտներ։ Այո։ Ահա։ Որտեղ ընտանեկան կոնֆլիկտը ամբողջությամբ կարող է երեխայի համար դառնալ բռնության մի դրսևորում։ Հոգեբանական բռնություն, այո։ Կարող է շատ գրագետ ծնողներ են ամբողջ օրը վիճում են, իրարից խռոված են, տխուր են, իրարից հեռացած են ու ասում են, թե երեխան ոչինչ չի հասկանում, ինքը չգիտի։ Կամ մենք նրան չենք ներգրավում, այո։ Բայց երեխան տեսնում է, որ իր համար երկու շատ սիրելի ու կարևոր մարդիկ տխուր են։ Տխուր են, իրար հետ վիճում են, իրար հետ չեն խոսում, իրար չեն սիրում, եւ ինքը իսկապես տխրում է, որովհետեւ երբ որ ինքը տեսնում է ողջագուրված մամային ու պապային, ինքը իսկապես երջանիկ է։ Այսինքն, եթե ինքը աջակցություն ուներ մամայի կամ պապայի կողմից, ինքը տեսնում է ինչ ահռելի է այդ աջակցությունը, ինչքան սեր կա։ Մենք այսօր անընդհատ ինչ էլ ասենք, վերջում պետք է ասենք այն սերը, որ ինքը փնտրում է եւ ուզում է տեսնել։ Եվ ընտանեկան կոնֆլիկտները, տարբեր ձևակերպումներ կան ընտանեկան վեճեր, որոնք ջլատող, կայկայող։ Երեխան չի մասնակցում այդ վեճին, բայց երեխան ականատեսն է, ինքը լսում է։ Անմիջական մասնակիցը չէ, ուղղակի, բայց անուղղակի ինքը այդ ամբողջ պատմության մեջ է, որտեղ իր սիրելի մարդիկ իրար վիրավորում են, ճնշում են, առհամարում են, իրար մահն են ցանկանում։ Շատ քայքայիչ process է երեխայի համար, եւ երեխան իհարկե կշփոթվի, նայած թե ինչ տարիքում է, թե հիմա ինչ է սերը եւ ինչ չէ սերը, եւ ինչպես պետք է կարողանա իրեն պաշտպանել այն ցավից, որ ինքը ապրում է, եւ ինքը չգիտի, որ ինքը մեծ ցավ է ապրում։ Այդ ծնողները պետք է հասկանան։ Իսկ մշտական կրկնվող կոնֆլիկտները դա չարիքների չարիքն է։
Եթե առաջի դասարանի ճգնաժամը ինքը հաղթահարի եւ օրինակ հունվարյան արձակուրդներից հետո կամ երկրորդ դասարանից ինչ որ ամենաբարդ դեպքերում ինչ որ ծե, որտեղ սովորաբար 2 ամսից հետո իրանք կարգավորվում են։ Ինչ որ ծեվով process կսկսվի, ապա ընտանեկան կրկնվող կոնֆլիկտների դրանք անբարենպաստ ընտանիք դասակարգման մեջ են մտնում։ Անբարենպաստ ընտանիք են այն ընտանիքները, որտեղ կան ծնողներ, ովքեր ունեն հոգեբուժական հիվանդություններ կամ կախվածություններ որևէ նյութից, թմրանյութեր, ալկոհոլ, այն ընտանիքներն են, որտեղ կա ընտանեկան կոնֆլիկտ, անընդհատ կրկնվող։ Հիմա այս անբարենպաստ ընտանիքում մեծ իմաստով մեծացող երեխան պերմանենտ ստրեսի մեջ է։ Վտանգված է նրա։ Վտանգված է իր հոգեկանը։ Եթե այն դեպքերում նաև որ ծեծ կա ընտանիքում, հստակ կարող է ամեն անգամ վախենալ, որ ես մամային կսպանի։ Ու չմոռանանք, թե ինչքան շատ էին ներ ընտանեկան սպանությունները, այս տարվա մեջ մի աննախադեպ թիվ եղավ։ Այս տարի մինչև հունիս արդեն 9 ներընտանեկան սպանություն Հայաստանում գրանցվել էր։ Եվ երրորդ ֆակտորն անդրադառնանք, երբ երեխան չի կարողանում լեզու գտնել աշխարհի հետ։ Ու էլի մեղավորը մենք ենք։ Սա շատ դժվար ֆակտոր է։ Սա Ճիշտ քիչ պատահող աշխարհը, հա, երևի մենք կամ մենք աշխարհը ճիշտ չենք ներկայացրել, կամ իրենք չեն կարողացել ճիշտ ընկալել, բայց ավելի շատ մեր ներկայացնելուց է այդ աշխարհի լավն ու վատը, աշխարհի որակը։ Այստեղ հավանաբար մենք պսիխոպաթոլոգիկ պատկերի հետ պետք է գործ ունենանք երեխայի եւ ժառանգականություն, եւ միջավայր, եւ իրեն տրված ինֆորմացիա։ Օրինակ, այս աշխարհի հետ հաշտ չեն այն երեխաները, որտեղ ընտանիքում ոչ թե, որտեղ երեխան պետք է նաև ճկունություն սովորի ընտանիքում, հարցերի լուծումներ գտնելու մասով, երեխային պետք է շատ գիտելիքներ տալ ու սեփական օրինակով ցույց տալ այդ ամեն ինչը։ Եթե երեխան մենակ մեկ ուղղությամբ եւ մեկ շեշտադրմամբ է մեծանում, բացառելով այլ բաներ, օրինակ, եթե հոգեվորականի երեխա է, եւ բնությունից ինքը ունի շատ բարձր տեմպերամենտ եւ ամեն ինչ չէ որ իր համար մեղք է, այնպես ինչպես հոգեվորական ընտանիքում, չնայած շատ երջանիկ ենք, որ այսօր կրոնն էլ շատ բաներ վերանայում է։ Ամեն ինչ չէ որ մեղք է։ Այդքան շատ մեղքի մեջ ասել որ այս ամեն ինչը մեղք է, նշանակում է այս կյանքը շատ վատ մի բան է։ Այսինքն իսկապես հստակեցնել ինչ որ մեղք է, ինչ որ մեղք չէ։ Այսինքն շատ խիստ դաստիարակություն ունեցողները, որոնց անընդհատ ասում են, որ եթե սա անես շատ վատ է, որ հաճախ ասում են դու վատն ես, դու սխալ արեցի, չի ստացվում, քեզնից մարդ դուրս չի գա։ Իհարկե հաշտ չի կարող լինել աշխարհի հետ։ Երեխան, որին կրոնական խիստ դաստիարակությամբ են մեծացնում ու ասում են, որ սա մեղք է, սա վատ է, էս է կպատժի քեզ Աստված, ինչպես կարող է այս աշխարհի հետ հաշտ լինել, երբ որ ամեն քայլափոխին ինքը կարող է շատ տարօրինակ իրավիճակում հայտնվել ու երբեմն այդ իրավիճակից դուրս գալու համար պետք է նաև ինչ-որ մի մեղք գործել, չգիտեմ։ Գիտեք, մի օր հենց այդ մասին խոսում էր հոգեվորական, ով մեզ հյուր է միշտ գալիս, ասում է ամենասարսափելի բանն է, երբ երեխային առաջով սպառնում են։ Ասում է ամբողջ կյանքում ինքը էլ մխիթարություն չի ունենա, որովհետև ինքը դժվարին պահերին պիտի իրեն դիմի, իսկ մենք որպես պատժիչ մեքենա ենք նրան ներկայացնում ու ասած, որ դա ամենասարսափելի բանն է, որը կարող է ծնողն անել երեխային, ասել այ հիմա քեզ կպատժի, կրակ կթափվի քո գլխին, դու կոչնչանաս կամ տես քեզ այդ ինչ է լինելու։ Հետաքրքիր որ դուք նույն բանն ասացիք։ Այո, եւ դա ստրես է, սպառնալիք, որ ես էլ չեմ լինի։ Ես շատ վատ բան եմ արել ու ինձ սպասվում է պատիժ։ Երբեմն երեխաներ իրեն ծնողների հիվանդություններն անգամ բացատրում են նրանով, որ պապաս հիվանդացա, որտեղ ես ինչ-որ վատ բան էի արել, ինքը ներսում պատը, որտեղ այնքան մեղքի ոչիր եւ պատժի այդ երկու ծայրահեղությունները, բայց շատ դիադիկ ամբողջությունը այնպես է ներկայացվում երեխային, որ ինչ էլ որ ընտանիքում լինում է, ինքը իրանձի հետ է կապում, իրենով է պայմանավորում։ Կամ երբ մենք հունից դուրս ենք գալիս, ինչեր ենք ասում երեխային, հա, եթե մենք կողքից մենք ենք ասում, որպեսզի որևէ մեկին չվիրավորեմ, հա, այսպես ընդհանուր, որովհետև երբեմն լսում ես, չէ, այսպես նյարդայնացած հունից դուրս եկած մայրիկներն ասում են, ես հո այդպեսի բան չի անի կամ չի մտածում, դե հունից դուրս եկա գորգորացի, երբեմն սարսափելի բաներ են գոռում երեխային, հետո մայրիկը մոռանում է մի քիչ ժամ հետո գուրգում է, բայց երեխան հիշում է։ Երբեմն ես նկատել եմ երեխան ինչ սարսափած դեմքով է նայում, երբ մայրիկին այդպիսի բան է ասում։ Ամենա այսպես չայլած փոքրագույնն է, երբ ասում է, չգիտեմ, քեզ այստեղ կհանձնեմ, այնտեղ կհանձնեմ, կգնաս մանկատուն, ոստիկան կկանչեմ եւ այլն, իսկ երբեմն մենք այնպիսի սպառնալիքներ ենք կարող տեղալ, որ երեխան դա չի մոռանա։ Եվ ինչ որ բան կկոտրվի, չէ՞ նրա մեջ, մայրիկը կարող է սպանել, ինքը ինձ չի սիրում, էլ մեջբերումներ չանեմ, ինչեր են կարող ասել, զգուշ լինենք, այն որ մենք նյարդայնացած ենք, հետո կանցնի իր մոտ կմնա։
Այո, ես չեմ մոռանում մի փոքր աղջկա, որը ինձ ասում է, գիտես, ասում է ծնողները հարցրեց, չէ, սկզբից հարցրեց, ծնողները իրենց երեխաներին շպրտում են փողոց, ասում եմ, չեն շպրտում, բայց մեկ-մեկ որ շատ չխայնացած են լինում, լսի, ասում են, ես եկես վերցնեմ կշպրտեմ դուրս։ Հա, ասում եմ, ես էլ եմ մտածում, որ իրանք փողոց չեն շպրտի։ Ես մտածում եմ, որ չխայնացած են, իրանք կպատժեն մենակ, բայց փողոց չեն շպրտի, բայց այդ իր ասացի մեջ նկատվում էր նաև այն թաքցրած վախը, որ իսկ եթե շպրտեն փողոց։ Հանկարծ ու իմ ծնողները բացառություն են, հա։ Ես լսել էր այդ նախադասությունը։ Եվ մի անգամ զգացի, որ իսկապես մոտը վախ կա, որ հանկարծ իր հետ կվարվեն շատ վատ, այսինքն ինքը կզրկվի այդ ծնողներից, ասում է, ոչինչ, թող պատժեն, բայց թող փողոց չշպրտեն։ Գիտեք, բավական է երեխաների հետ խոսել, ամեն ինչ ջրի երես է դուրս գալիս, ինչից են վախենում, ինչ տագնապներ ունեն, ես զարմանում եմ, հա, երբ ասում են, ես չգիտեմ ինչումն է բանը, այ երբ մեծասակն է ստրեսի դեպրեսիայի մեջ, անգամ շատ փորձառու հոգեբանը կարող է մեծ ջանքեր գործադրել, մինչև որ հասկանա թե նրա հետ ինչ է, բայց երեխայի դեպքում այդպես չի, հատկապես փոքր, բավական է ճիշտ այսպես ռակուրսով մոտենաս, ինքը միանգամից կասի ինչ է եղել, այ թե իրոք կան երեխաներ, ովքեր մեծասակի նման կարող են խնդիրը թաքցնել, կարծում եմ չէ, որովհետև իրենք չեն գիտակցում, որ դա խնդիր է։ Այո, բայց հենց ինքը զգաց, որ այդ մեծահասակը իրեն սիրում է, հենց ինքը սկսեց վստահել այդ մեծահասակին, հենց տեսավ, որ կա ուշադրություն եւ իր համար տարածք ու ժամանակ է տրամադրել ու նստել է, որ հենց իրեն լսի, անշուշտ կփոխվի եւ որ այդ լսելը քննադատությամբ չի ուղեկցվելու, որտեվ շատ հաճախ երեխաները լռում են հենց մենակ նրա համար, որտեվ գիտեն, որ հանկարծ իրենց կքննադատեն։ Ես սխալ բան կասեմ, ես վատ բան կասեմ։ Կամ մեզ չլսի ժամանակ չունեն։ Կամ ինքը ժամանակ չունի, կամ ես հեչ կարևորել չեմ, որ դա ասեմ։ Էլի մենք ենք մեղավոր, երեխան լռում է սովորաբար, պայմանավորված իր ներքինով եւ արտաքինով։ Եվ նույնիսկ եթե իր ներքինով է պայմանավորված, որտեվ մտածում է, որ իրեն չեն լսի կամ իրեն կքննադատեն, էլի արտաքին ֆակտորներից ելնելով, որտեվ աշտեն են քննադատել։ Աշտեն ինքը սկսել է խոսելու, իրան չեն լսել, կամ ցենտ կտրի կամ ինքնին ինչ է որ հասկանա թե ցավն ինչ է։ Այս իմ խնդիրները հիմա էլ դու քո այդ տափակ խնդիրներով, հա։ Այո, այդ հրաշալի ձևակերպումներ մենք ունենք, որ ասում են եւ չագեշտավոր հրաշալի, որոնք ցավոտ են երեխաների համար։ Այսինքն ամեն մարդ իր տարեկից ելնելով իր խնդիրների այսպես շրջանակն ունի եւ այն որ այդ երեխայի համար կարող է ողբերգություն լինել, մենք ասում ենք, չէ, դե գլուխը չունեմ։ Իմ խնդիրները թողնեմ, հիմա ընկնեմ քո դպրոցական այդ այն օին, հա, ինչպես մենք ենք ասում, խնդիրներով։ Փաստորեն ես արդեն այս ծրագրի շրջանակներում 9-րդ հանդիպումն է եւ գալիս եմ այն եզրանկմանը, որ համարյա ամեն ինչում դե ասում են երբեք միասա, չէ, երբեք։ Այո։ Համարյա բոլոր դեպքերում, բոլոր այս դրսևորումներում մեղավորը մենք ենք, մեծահասակներ։ Դրա համար կա հունիսի 1-ը, չէ, երեխաների պաշտպանության օրը մեզանից։ Ամենամեծ այդպես չի։ Ինձ թվում է որ այդպես է։ Ես միշտ այդ հունիսի 1-ին եւ ուրախանում եմ եւ հատոնական հաղորդում եմ, հետո վերջապես մեծերի աշխարհը, այո, խոստովանեց, որ իրենց պետք է պաշտպանել։ Երեխաները պաշտպանության տարեկան մեզանից։ Քաղաքականություն հսկայական առաջացավ եւ մի հսկա ուղղություն, որը կոչվում է երեխայի պաշտպանություն։ Մի այդպիսի փոքրիկ այսպես շատ լուրջ ֆիլիսոփայական պատմություն կա, երբ մեկը փողոցով գնում է, շատ այսպես հակած կապած մեկը, տեսնում է մի երեխա, որ նստած դրամ է մուրում, ցնցոտիներով, վատառողջ երեխան սոված, այս մարդը մոտենում է այդ երեխային, նայում է, խղճահարվում է ու ասում է՝ Տեր Աստված, բայց դու ինչի համար ես։ Այս խեղճ երեխայի մեղքն ինչ էր, նստած, սոված, տանից դուրս են շպրտե, հիշեցի, ոչ ապրուստի միջոց ունի, բայց դու ինչի համար ես։ Ու Աստված ասում է, որ ես նրա համար էի, որ քեզ բերի այս երեխայի մոտ, դե հիմա օգնիր նրան։ Ինձ այս պատմությունն այնքան դուր է գալիս։ Սիրուն պատմություն։ Այսինքն յուրաքանչյուր երեխայի կողքին, եթե մեկ մեծահասակ լիներ, շատ խնդիրներ ու դժբախտություններ երեխաների չէին պատահի, ճիշտ մեծահասակ։ Ճիշտ մեծահասակ, այո, որը էմպաթիա ունի, որը սեր ունի ընդհանրապես երեխայի նկատմամբ։ Դուք տեսել եք ուսուցիչներ, որ ովքեր երեխաներին չեն սիրում։ Ես տեսել եմ։ Շատ եմ տեսել։ Ցավոք։ Այսինքն ինքը երեխային չի սիրում, որովհետև երեխային սիրելը արվեստ է։ Յանուշ Կորչակի նշանավոր խոսքերը, որ պետք է սովորեցնել սիրել կամ եթե մարդը երեխային չի սիրում,
Չպետք է ունենա մասնագիտություն, որի մեջ ինքը առնչվում է մեկ վայրկյան անգամ պետք է առնչվի երեխայի հետ։ Սա ամենացավալի բանն է, չէ՞, մարդիկանում հակացուցված է աշխատել երեխաների հետ։ Այո։ Միշտեր նրանք աշխատում են, միշտեր նրանք միշտ իրավացի են ու երեխան փրկության օղակ չունի, չէ՞։ Եվ դպրոցի ստրեսի Ուսուցիչը աղբյուրներից միշտ իրավացի է։ Այո, հենց այն է, որ շատ հաճախ երեխան ես ինքս աշխատանքի ընթացքում ունեցել եմ այդպիսի փորձառություն, որ այս կամ այն ուսուցչի հետ հարաբերությունները հասել են այն մակարդակի, որ երեխայի մոտ եւ անքնություն, եւ նևրոտիկ խանգարումներ, եւ դպրոց չգնալու ցանկություն, այդ ամեն ինչը բարձրորոշ երևացել է։ Եվ եկեք նաև խոսենք այն մասին, ինչ նշանակում երեխա սիրել։ Այն մարդը, ով միայն իր երեխաներին է սիրում, ինքը երեխա սիրող չէ։ Երեխաներին սիրել նշանակում է սիրել առհասարակ երեխաներին։ Երեխաներին առհասարակ։ Մեզանում չէ ճիշտ չենք ասում, ես իմ երեխաներին շատ եմ սիրում։ Դա չի նշանակում, որ դու երեխաներին սիրում ես առհասարակ։ Եվ այստեղ էլ կասկածի տակ եմ դնում, թե արդյոք ինքն իր երեխաներին սիրում է։ Դա սա ինչ որ էսպիսի չէ, էգոիզմի դրսևորումն է, դե իմն են սիրում եմ, հագցնում եմ, կերցնում եմ, բայց եթե երեխանին առհասարակ չես սիրում, քո երեխաներին էլ չես սիրում։ Որտեվ կա երեխան երևույթ է։ Երեխան առանձնահատուկ մի երևույթ է եւ հենց առանձնահատուկ մի վերաբերմունք էլ պահանջում է, որ իր կյանքում ամեն ինչ նորմալ լինի։ Անկախ այն բանից իմ երեխան է թե ձեր, բայց ցավոք սրտի մեզ մոտ հենց այդպես էլ դրված է։ Առաջի հերթին մենք մտածում ենք մեր երեխայի մասին ու առանձնացնում։ Դպրոցում տեսեք անմարդկային հակամանկավարժական ֆրազների ինչպիսի տարապ կա մեր դպրոցներում, ասում են, այս երեխան կան վատն է, որ ես այս երեխուն չսիրեցի, լսել եք, անընդհատ կա այդ կամ այս երեխան։ Նախ մեր մշակույթով պայմանավորված հավանաբար, որ անունները չեն տալիս, շատ տխուր պետք է լինել դրա համար։ Ամեն երեխա ունի իր անունը եւ ինքն է։ Ու այս խմբի երեխաները կամ գնում են մանկատուն պաշտոնյաներն ու ասում են, այս երեխաների համար պետք է ինչ անել, կամ գնում են հատուկ դպրոց ու նորից հնչում է այս երեխաները։ Պետք է անուններով խոսել կամ ընդհանրապես ասել երեխաները, որտեղ իրենք հարգանքի են արժանի, իրենք իսկապես ապագա են։ Ինչքան էլ ուզի մենք փորձենք ձևախեղել, փոխել, երազել, բոլոր հալուցինացիաները լցնել այդ ոլորտը, միևնույն է, իրենք են, այս երկրի ու մեր ապագան։ Այսինքն մի բանում համոզվեցի, որ երեխաները դժբախտ են լինում հասուն տարիքում, երբ մեծանում են, որովհետև կան ստրեսներ, որոնք եկել են մանկությունից եւ որոնց պատճառը մեծամասամբ հենց մենք ենք։ Այո, մեծահասակներս։ Այսինքն ուզում ենք, որ երեխան ադապտացվի կյանքին, հա, ինչ որ բանի պակաս ընդունի, հա, ընկալի, ուրեմն ինքը պիտի բազա ունենա սիրո, հա, որ հետո երբ իրեն որևէ մեկը չի սիրում կամ ինչ որ մի բան այնպես չի, ինչպես ինքն էր ուզում, դե կյանք է, չէ, ինքը հասկանա, որ այն բազան կա, հա, բահածոյացված։ Այդտեղից մի քիչ սեր կհանի, հա, կդիմանա, մինչև իր կյանքում ամեն բան շտկվի։ Եվ խելոք մեծահասակների կամ խելոք ծնողների դաստիարակության պայմաններում երեխաները շատ շուտ կարող են հասկանալ, որ բոլորը պարտավոր չեն իրեն սիրել, որ կյանքում կան մարդիկ, ովքեր իրենք սիրեն, ու այդ իր համար հրաշալի է, եւ կան մարդիկ, ովքեր երևի չեն սիրի կամ ուշադիր այնքան էլ չեն լինի, եւ դա նույնպես կյանքի մի մասն է, որովհետեւ ինքն էլ կան մարդիկ, որոնց շատ սիրում է, եւ կան մարդիկ, որոնց ինքը չի տեսնում, չի էլ նկատում, կամ չի սիրում, կամ հաշտ չէ հետները, եւ այդ փիլիսոփայական ընկալումը կդառնա շատ կարևոր բաղադրիչ է իր կեսակերպի իր մտածելակերպի։ Կամ հասկացնել, որ եթե քեզ սիրում են ոչ այնպես ինչպես դու ես պատկերացնում, չի նշանակում, որ քեզ չեն սիրում, չէ՞։ Իհարկե։ Սիրո տարբեր դրսևորումներ կան։ Եդեպս հիշեցնեմ, չնայած կարծում եմ բոլորը էլ արդեն գիտեն, որ Արմենե Գմուր Կարապետյանն էր այսօր իմ զրուցակիցը եւ ավարտենք այնտեղից, որտեղից սկսեցինք։ Այո, սկսենք այնտեղից, որտեղից սկսեցինք, որովհետեւ մենք խոսեցինք ամենասկզբում այն մասին, որ մայրիկն է ամենակարգին հակադեպրեսանտը, որը որքան էլ որ լինի երեխայի կողքին, հա, ցավոք սրտի կարող է շատ վաղ հեռանալ երեխայից, այդ հակադեպրեսանտը որպես հաբ մնում է ամբողջ կյանքում։ Ուրեմն գիտեք, որ տարբեր ժամանակներում հարցումներ են կատարվում երեխաներին, խնդրում են, որպեսզի իրենք հարց ուղեն առաջին։ Եվ ասում եմ դրանից եզրակացնում են, թե երեխաները ինչպիսի ընկալում ունեն աշխարհի։ Բոլորովին վերջերս աշխարհով մեկ այդ ուրեմն հարցումը իրականացրել էին եւ ասում են երեխաները ճնշող մեծամասնությունը գիտեք ինչ են հարցրել։ Ասել են, եթե հանդիպես առաջին ինչ կհարցնես, ճնշող մեծամասնությունը դու մայրիկ ունես։ Ինչ սիրուն։ Այսինքն ոչ մի բան ոչ խնդրել են, ոչ ուզել են, ոչ դժգոհել, իրենք մտածել են, թե արարիչը մայրիկ ունի, ասենք որ նեղն ընկնում է դիմում։ Այսինքն պատկերացեք նույնիսկ արարչի մասին երբ խոսում են, որքան կարևոր է երեխայի համար մայրը, եւ ամեն մայր դա գիտակցի, որովհետեւ հենց իրենից է կախված, թե երեխան հետո իրենից հետո որքան երջանիկ կլինի։
Եվ կա մայրը, բնականաբար, եւ կա նաեւ երրորդը, հայրը, եւ իրենք երանգյունի են, եւ իրենք երյակ են, եւ մի ամբողջություն են, եւ մայրն էլ, հայրն էլ ունեն իրենց շատ կարեւոր դերակատարումները։